Այսօրվա պատանիների շրջանում սեռականության թեման, նույնասեռական կամ ոչ նույնասեռական հարցերի իդենտիֆիկացիան եւ ընդհանրապես անառողջ հետաքրքրությունը սեռի, սեռականության եւ նույն սեռին սիրելու, սիրահարվելու թեմաների շուրջ կարծես էպիդեմիա լինի։ Գուցե ես սխալվում եմ եւ դուք ասես ինչքանով քո աշխատանքում առնչվում ես դրա հետ, բայց ինչ է կատարվում։ Ըստ որում չեմ ասում վերջին 1-2 տարին, հավանաբար վերջին 7-8 տարին, որ ես հաստատ գիտեմ ու զգացել եմ ու տեսել եմ, ինչու հենց հիմա, այնպես չի որ այդ թեմաները չկային մինչ այդ, այնպես չի որ բոլոր սերիալներում, բոլոր հաղորդումներում, YouTube-ներում մեր երեխաները դա չէին սպառում, բայց վերջին 7-8 տարին կարծես անընդհատ դա կա։ Ինչու։ Ինչ որ իրոք մի հատ այդպես անառողջ հետաքրքրություն կա երեխաների մեջ եւ ինչու է դա պայմանավորված ըստ քեզ։ Իրական հետաքրքրությունը անառողջ չի։ Ու բնորոշել իրեն անառողջ բերում են նրան, որ մենք ի սկզբանե խնդիր ենք ունենում երևույթի հետ։ Դեռ երբ որ դեռահասության մասին ենք խոսում, դեռահասության ամենաակնհայտ եւ ամենատարածված առանձնահատկությունը այն է, որ երեխաները ապրում են սեռական հասունացման փուլը, հետեւապես պետք է ունենան սեռական տարատեսակ հետաքրքրություններ։ Գոնե պետք է թեմայով հետաքրքրվեն, բացեն, կարդան, նայեն, դրա մեջ լինեն։ Այսինքն հետաքրքրությունը որպես այդպեսին բավականին բնականon նորմալ է, որ դա այդպես է լինում։ Ավելի շատ երևի կենտրոնացվածությունն է մեծացել թեմայի վրա։ Տարբեր պատճառներով։ Մեկը երևի ի ուրախություն պետք է նշեմ, որը ինձ իրական շատ ուրախացնում է, դա գրագիտությունն է եւ տեղեկացվածությունն է։ Սեռական կյանքի, սեռական մասին, դեռահասների, հենց իրենց դեռահասների եւ նաեւ ծնողների կողմից։ Բավականին շատ պատկերացում կա հստակ, ու ես չեմ կարող ասել, որ մենք ունենք միանշանակ բացասական վերաբերմունք նույնասեռականությանը։ Իհարկե գերակշռող կաք, խոսենք ինձ թվում է այսօր մանրամասն այդ մասին, բայց կա նաև գիտակցում, որ դա հնարավոր է ու կարող է տեղի ունենալ։ Նույնիսկ գրականության մեջ, երբ որ նայում ենք, կարդում ենք, ընթերցում ենք, նույնասեռականությունը դեռահասության տարիքին բնորոշ երևույթ է։ Ու ոչ մեկ դա չի չեղարկել։ Ոնց որ շատ հաճախ նշում են, դա կյանքի բազմազանության ցուցանիշներից է։ Ու ուզենք չուզենք, երևի պիտի հաշտ լինենք դրա հետ, որ դա նաև դեռահասության փուլում, այո, իրենց բազմազանության ցուցանիշներից մեկն է ու դեռահասները ըստ էության պիտի խոսեն այդ մասին ու պիտի բարձրաձայնեն։ Ինչքան խոսեն։ Իսկ եթե չափազանց շատ խոսեն, վտանգները դրա որտեղ է։ Եթե մի բանից ընդհանրապես չափազանց շատ ես խոսում, դա ինչ որ այդ սևեռվածությունը, ինչպես ասացիր, այդ կենտրոնացվածությունը, այդ ֆոկուսը բերում է դրան ու դա սովորաբար դրական չի դիտվում։ Հիմա ինչ, մենք տանը չենք խոսում դրանից, որպես ծնողներ Հայաստանում, մենք տանը չենք խոսում նույնասեռականության թեմաներից։ Մենք տանը ընդհանրապես սեռականության թեմաներից դեռահասների տանել չենք կարողանում խոսել, որտեղ չգիտենք դա ինչպես անել։ Դա մեր համար ամենավախենալու ու տաբու թեմաներից է։ Ուր մնաց, որ ասենք, տես կան iOS դեպքերը, այսպես էլ է լինում, այնպես էլ է լինում, բայց դու հանկարծ դա չանես, որովհետև մեր ահը որպես ծնող, դա երեխայի իդենտիֆիկացիայի ինչ որ փուլում խեղումն է։ Բա ոնց համ իրազեկենք, համ կողմ լինենք, ինչպես դու ասեցիր, հայ դրական կողմը նա է, որ ուրախ ենք, որ կրթվում են, ինչը կարևոր է հասկանալ, որն է իմ մարմինը, ինչ տարբերություն մյուս սեռի մարմնից, իմ ֆիզիոլոգիան, հա, իմ հակումները, սեռական, որ տարիքից, ինչքան եւ այլն, այդ շատ լավ է։ Բայց վախը մնում է, որ ինչքան շատ իմանան, այնքան շատ կուզեն դա փորձել։ Կա տենց բան։ Այստեղ հարցն է ով է խոսում շատ։ Եթե դեռահասն է խոսում, պետք է խոսի այնքան, ինչքան ինքը դրա կարիքը ունի։ Ինքը ուզում է այդ թեմայով, իրեն հետաքրքիր է այդ թեման, ինքը հարցեր է գալիս է խոսում է ծնողը, ոչինչ բան չունի ասելու։ Ահա։ Բայց այստեղ էլ մյուս հարցն է գալիս, որ երբ որ մենք խոսում ենք գրագիտության մասին, խոսքը մերժման մասին չի։ Այն ինչ որ ծնողները հաճախ ենթադրում են, որ պետք է մերժել, փակել, սահմանափակել թեման, ասել, որ դա վատ բան է, վերջացրու, հերիք է խոսես այդ թեմայով, փակեցին, գնացինք, վերջ, ոչ մեկ չի խոսում, եւ բոլորը երջանիկ են։ Ու հանկարծ մի գեղեցիկ առավոտ արտանան եւ իրենց երեխան ասում է, մամ, գիտես, ես նույնասեռական եմ։ Ու չի հարցնում, փաստում է, որ դա այդպես է։ Արդեն ու ծնողները այստեղ սկսում է այդ վախը, տագնապը, անհանգստությունը, լարվածությունը եւ այլն։ Դեռահասների մոտ ինչ է իրականում տեղի ունենում։ Իրենք այո ունեն բնական հետաքրքրվածություն նույն եւ հակառակ սեռի մարդկանցով։ Իրենց տարիքին բնորոշ դրսևորումներից մեկն է։
Կա նաև այսպիսի մի մոտեցում, որ դեռահասության տարիքում ասում են ամենահեշտը սեռականության թեմաներից խոսելն է նույն սեռի երեխայի հետ, որտեվ ինձ հեշտ է խոսել աղջկա հետ նրա մասին, թե ինչ է ինձ հետ տեղի ունենում։ Ինքը ինձ հասկանում է, ինքը պատկերացնում է, որ ասում եմ դաշտանային ցավեր, ինքը գիտի դա ինչ է, ավելի էմպաթիկ է իմ հանդեպ լինում։ Երբ որ ասում եմ, որ մարմնիս հետ կապված ինչ որ զգացողություններ ունեմ, կոնքերս ավելի կլոր են կամ ինչ որ մի բան փոխվում է իմ մարմնի մեջ, ինձ հասկանում են, նույնիսկ տղաների մոտ, հա, որ սեռական ցանկություններ ունեմ, ինչպես դրանք պետք է բավարարել, հա, նույն ձեռնաշարժության մասին են խոսում, հեշտ է լինում նույն սեռի երեխայի հետ այդ քննարկումը ծավալել։ Ու երբ որ քեզ ավելի հասկացող, էմպաթիկ կերպար կա, բնականաբար զգացողությունները լինում են ավելի դրական։ Շատ դեպքերում, եթե դեռահասին հարցնեք այն դեռահասին, որ ասում է ես նույնասեռական եմ, որն է նույնասեռականությունը կամ կան երեխաներ, ովքեր ասում են ես բիսեքսուալ եմ կամ այլ տեսակի սեռական հակումներ ունեմ։ Երբ որ ես նույնիսկ իմ դեռահասների հետ ովքեր գալիս են քննարկում եմ այն թե ինչ է ենթադրում լինել նույնասեռական եւ ինչ է ենթադրում բիսեքսուալ լինել կամ ցանկացած ինչ որ այլ բան, չկա այդտեղ պատասխան ու չկա այն պատասխանը, որը վախեցնող է։ Չեմ ասում բոլոր դեպքերում, հա, կան դեպքերում, որտեղ մենք հստակ դա ունենք ու դա եւս խնդիրների մեջ չի դասվում։ Բայց երեխաները շատ հաճախ չգիտեն դա ինչ է։ Այսինքն քո կաբինետ եկող դեռահասներում դու աշխատում ես, հաճախ գալիս ասում են ես համասեռամ նույնասեռամ կանեմ, նույնասեռական հիմա այդպես են այ ասում, կամ ես բիսեքսուալ եմ, բայց երբ դու փորձում ես հասկանալ իսկ ինչ իրենք գիտեն դրա մասին կամ ինչ նկատի ունեն դրա տակ, բարձում է իրենք այդքան էլ տեղեկացված չեն։ Նույն բիսեքսուալության հետ կապված արձագանք կարող է լինել, որ ինձ հավասարապես լավ է եւ տղաների եւ աղջիկների հետ։ Հասկաց։ Շատ լավ, իդեալական է, տենց էլ պիտի լիներ, դի լավ լինի եւ տղաների եւ աղջիկների հետ։ Հա, ու շատ բնական ու հանգիստ վիճակ է, ուղղակի երևի այստեղից գալիս է այն հաջորդ միտքն ու թեման այն մասին, որ կա շատ բարձրաձայնում, արհեստական մի քիչ բարձրաձայնում։ Խնդիրը ոնց որ ասացիր եղել է, նոր չի հայտնվել այդ խնդիրը։ Դարերով։ Բայց այս պահի դրությամբ կա հստակ շեշտադրում, որը ինչ որ մի պահ եկավ մարդու իրավունքների պաշտպանության դաշտից, որտեղ բնականաբար մենակ Հայաստանի խնդիրը չէր, աշխարհում բոլոր տեղերում նույնասեռականությունը կամ սեռական այլ կողմնորոշումն ու ուղղվածությունը ենթակա էր պախարակման, ամոթի կնիքի, ինչ որ ձևով դա պետք է փակվեր։ Ու երբ որ արդեն սկսեցին մարդկանց իրավունքները պաշտպանել, դրա հետ միասին մեդիան սկսեց լցվել ամենատարբեր տեղեկություններով, ֆիլմերով, հոլովակներով, գովազդներով, հա, բավականին աճել են ֆիլմերում, պրոպագանդան արվող գովազդային հոլովակներում, մուլտֆիլմերում, նույնիսկ մանկական ֆիլմերում, ընդհանուր միջև կարելի է հանդիպել օրինակ նույնասեռական կապիկներով մուլտֆիլմում, կերպարներ ֆիլմերում էլ են ցուցադրվում բավականին շատ եւ արձագանքը դրա երևի ձգտումը ավելի նորմալիզացնելու շատ մեծ է լինում, որտեղից էլ դեռահասները միանգամից դա վերցնում են, որ այստեղ կա, այստեղ էլ կա։ Իսկ ինչու՞ լավ է։ Իսկ գուցե ես էլ եմ դրանից։ Իրենք էլ շատ սիրում են բնորոշումներ տալը։ Հիմա այտենց տարածված է նույնիսկ հոգեկան առողջության խնդիրներով մեկ գալիս են ասում են ես կպչուն մտքերի խանգարում ունեմ կամ ես տագնապային խանգարում ունեմ, հա, որովհետև այդ բնորոշումները իրենց դարձնում են ավելի cool, ինչպես իրենք են ասում, իրենք շատ հետաքրքիր են դառնում, երբ որ իրենք ասում են, որ ես խանգարում ունեմ, երբ որ ես նույնասեռական եմ, երբ որ ես բիսեքսուալ եմ։ ADHD-ն, հա։ ADHD-ն դարձավ մի հատ, որ իմ երեխան գալիս ինձ ասում էր ես ADHD ունեմ, գնա ինձ դու ես 100% դրա համար չեմ կարող դասեմ, չեմ կարող կենտրոնանամ, չեմ կարող քննությանը պատրաստեմ, ինչեւ երկար ժամանակ պետք է եւ հասկացեմ։ Շատ տիպիկ է այդ օրինակը, որտեվ ինչ են վերցնում ADHD-ից, որ ես ուշադիր չեմ եւ չեմ կարողանում տեղս նստել, բայց ADHD-ն էսի երկուսի մասին չի, հա, ինքը այնտեղ շատ բնորոշ է։ Բայց ինչու, որովհետեւ ամեն տեղից, բոլոր TikTok-ներից ու YouTube short-երից գալիս էր, որ ես ունեմ ADHD, ես ունեմ ADHD, ADD, այսինքն ընդհանրեն հիպերակտիվը հանում էին, ուղղակի ուշադրության պակասի խանգարում, կներեք, որ շատ տերմիններով ենք խոսում, ADHD-ն դա attention deficit and hyperactive disorder, այսինքն ուշադրության պակաս եւ հիպերակտիվ խանգարում, հա, դες եւ չեն կարողանում ուշադրությունը ֆոկուսի պաշտպանել եւ շատ գերակտիվ են ու չեն կարողանում տիտիկ լինեն նույնտեղ։ Նույնը նույնասեռականությունը, նույնը բիսեքսուալությունը, նույնը սեռականության հետ կապված ցանկացած բանն է։ Բայց ես չեմ ուզում, որ հիմա տպավորություն ստեղծվի լսողի մոտ, որ մենք բացառում ենք նույնասեռականության առկայությունը։ Դե չէ, չենք բացառում, մենք ասենք որ ունենք երեխաներ, ովքեր որ հստակ, շատ հստակ պատկերացնում են, որ իրենց համար նույնիսկ հակառակ սեռի մասին մտածելը զզվելի է եւ տհաճ է։
ոնց որ մեզ համար, այսինքն ոչ նույնասեռականների համար մտածել նույն սեռի հետ։ Այո, իրենց համար դա անընդունելի։ Ամփոփելով այս մի կտորը մենք եկանք նրանք, որ նախ այս երևույթները բացարձակ նոր չեն, դարերով եղել են, երկրորդը, ապացուցված է դա, հա, ես չեմ հորինում, երկրորդ կարևոր է իրազեկվածությունն ու կրթվածությունը թեմաների շուրջ, թե ծնողների, թե երեխաների, թե մանկավարժների, որտեղ դպրոցը ստեղ ահռելի անելիք ունի, հա, մանկավարժների դեպքում, եւ երրորդ, որ երեխաների հետ այս մասին խոսելը կարևոր է, եւ չորրորդ, որ ամեն դեպքում կա ինչ որ ուղղորդված կենտրոնացում, ուղղորդված ռոպագանդա, ոչ միայն մեզ մոտ, այլ ամենուր, վերջին ավել քան 10 տարին առնվազն, որ այո, այդպես էլ կարող է լինել, իսկ ինչու ոչ։ Որտեվ կենտրոնացումը բազմազանության վրա է կյանքի։ Ու այդտեղից ինչն է խնդիրը, եթե մենք կարող ենք հետերոսեքսուալ զույգ ունենալ գովազդում, ինչի չունենանք նույնասեռական։ Ես շատ օրինակով խոսեմ, իմ դեռահասը 2 անգամ ինձ շատ վախենալու հարցեր է տվել։ Ես փորձել եմ մաքսիմալ գրագետ պատասխանել իմ գիտելիքի մակարդակում, Աստծուն փառք գոնե գիտեի վտանգները սխալ պատասխանի։ Հիմա տես իրավիճակ, հա, դեռահասը գալիս ասում է՝ «Մամ, ես շատ չեմ հասկանում», ըստ որում բավականին փոքր տարիքում էր, 10 թե 11։ Ես չեմ հասկանում ինչու հայկական եկեղեցին չի ամուսնացնում նույնասեռական։ Ես գտնում եմ, որ դա իրենց իրավունքների ոտնահարում է։ Ու պատկերացեք 10 տարեկան երեխան, դե այսինքն այնտեղ խոսալ էլ չկա, որ իրեն դա հորդել է, ինչ որ TikTok-ից, ինչ որ Instagram-ից, ինչ որ YouTube-ից դա ակնհայտ է։ Բայց մարդը ունի հարց։ Եվ իմ ռեակցիան ինչ պիտի լինի, չեմ ուզում ասել ինչ ես ասեցի, ինձ շատ կարևոր է լսել քո կարծիք։ Եվ մյուս օրինակը անմիջապես երկուսին էլ գուցե ճիշտ նույն արձագանքը կարող ես տալ։ Կասկածը, որ ես այս մի ընկերուհուս շատ եմ սիրում, կարող է հանկարծ ես նույնասեռական եմ։ Մարդը ու ինքը տագնապած էր։ Հա, մարդը հարց ունի, էլի չեմ հիշում 13 գուցե տարեկան, 14։ Հարց ունի, ասում է ես կարող եմ նույնասեռական եմ, եթե այս մի ընկերուս մասին եմ անդադ մտածում, ես ուզում եմ ինքը գա մեր տուն ամենահաճախը, ամբողջ օրը գրվում եմ իր հետ, ինձ իր հետ շատ հավես է։ Ու ծնողի պատասխանն ինչ պիտի լինի այդտեղ։ Նախ այն որ շատ լավ է որ կա ինչ որ մեկում հետ քեզ լավ է զգում, ու քեզ հաճելի է իր հետ ժամանակ անցկացնել, ուզում ես որ մեր տանը շատ լինի, հա, ոչ մի խնդիր չկա։ Որտեղից է միտքը, որ դա նույնասեռականության մասին է։ Մեկ-մեկ ծնողները ձգտում են պատասխանել ավելի շուտ, քան պետք է լինում պատասխանել։ Վախից է գիտես։ Հա, տագնապը երբ որ մեծա լինում, մենք մտածում ենք արագ ինչ-որ մի բան ասենք։ Հնարավոր է արագ այդ թեման sense ինչ որ sense բոլոր հնարավոր կետերից քողարկենք եւ վերջացնենք թեման։ Հա, բայց իրականում լավ կլինի ճշտել ինչ գիտի ձեր երեխան ու ինչից դրթված է ինքը եկել այդ հարցադրումը տալիս, որովհետեւ կարող է որ ես գիտեմ, հա, ես գիտեմ, որ եթե SSS զգացմունքներ ունենում ես, հենա SSS վիդեոներում դա բացատրվում է, ուրեմն վերջ դու սիրահարված ես ու դա իրոք նույնասեռականություն։ Սիրահարվածության զգացումը ինչն է, ես միշտ դեռահասների հետ դրա մասին եմ խոսում, որ հաճախ մենք ունենում ենք, այո, այդ համակրանքի դրական վերաբերմունքի մարդուն մեր կողքը տեսնելու միտումը։ Մենք սիրում ենք մեր ընկերներին, նույն սեռը լինի, տարբեր սեռը լինի, կապ չունի, թե դա ինչու է, հա, մենք շատ սիրում ենք։ Իմանալ նույնասեռական ենք թե չէ դժվար կլինի այդ մի դեպքի վրա եւ մեկ օրինակով չգիտենք ինչ կլինի եւ դա ամենևին տագնապելու ու լարվելու թեմաներից չի։ Այն որ կա ինչ որ մեկը մեր կյանքում ով որ մեզ հարազատ է, մենք շատ դրական ենք դա ընդունում ու փորձում ենք իր հետ միասին կառուցել մեր հարաբերությունները, թե ինչ դուրս կգա, ինչ տեղի կունենա, դժվար է ասել, ինչ կլինի, բայց ի սկզբանե գալիս ենք այն մտքին, որ մենք չենք տագնապում այն մտքից, որ կարող է հանկարծ մեր կյանքում նույնասեռականությունը հայտնվի, վայ ինչ տեղի կունենա, հա, տագնապը որտեղից է գալիս երեխայի մոտ։ Որտեղ գալիս է չընդունվածության զգացողություն ու շատ հաճախ իրեն գալիս են այդ հարցով հաստատում ստանալու որ ես ընդունված կլինեմ։ Իրենց ավելի շատ պետք է որ ծնողը պատժեք, թե դուք ինձ կհասկանաք, կասեք, իրենց հետևիր։ Ծնողական հաստատումն է պետք, որ անհանգստանալ այդ հարցով պետք չի։ Կարծում եմ նաև 10 տարեկանում մի քիչ վաղ է այդ ամեն ինչի մասին մտածելը, ինչ տեղի կունենա հետո, կարևոր է հիմա ունենալ դրական ու լավ հարաբերություններ։ Ինչու՞մ ես այստեղ քեզ կարող եմ օգնել հարաբերությունների մեջ։ Ինչ ես ուզում անենք, ինչից ես լարվում, ինչն է վախեցնում, ինչն է տագնապ առաջացնում այդ թեմայի հետ կապված։ Դեռ երբ որ մենք տագնապում ենք թեմայից որպես ծնող, մենք ինչ ենք անում, մենք sense մեր վախը փաթաթում ենք երեխայի ու փորձում ենք այնպես անել, որ անկարծ չմտածես այդ մասին։
Վայ, չէ, այս ինչ ես ասում, այդ բառը նույնիսկ չարտաբերես։ Ինչը բերում է ռադիկալ հակառակ ռեակցիային։ Ուրեմն ես պիտի սրանով խորանամ։ Ու ոչ քեզ հետ։ Հա, Ես պիտի խորանամ, բայց ոչ քեզ հետ։ Ուրիշի հետ կխոսեմ ես։ Ես իմ TikTok-ի վիդեոներով կխորանամ։ Ու չգիտեմ TikTok-ում ինչում կխորանա, բայց ես իմ TikTok-ով կխորանամ։ Մեծամասամբ սոցիալական մեդիան այն մասին է, որ լավ վատ չենք բանանում դա, գնահատում, բայց այն մասին է, որ ինչ որ դեպքում, ինչ որ իրավիճակում իրավունքները խախտված են մարդու եւ պետքա դա ինչ որ ձևով բարձրաձայնվի, քննարկվի, այսինքն քանի անգամ ես վիդեոներ տեսել են այն մասին, որ հետերոսեքսուալ հարաբերությունները բնական են, սիրուն են, նորմալ են։ Եթե հարաբերակցությամբ նայես։ Իսկ ինչի, եթե բազմազանության մասին ենք խոսում, շատ հավասարապես երկուսը պետք է լինեն, բայց երբ որ մարդու իրավունքների խախտում կա, ավելի շատ է նույնը եկեղեցու մասին, հոլովակին վերաբերվում, հա, կրոնի իրավունք ունի այդպեսինը լինելու։ Կարող է սահմանափակում դնել, մենք սահմանափակում չենք դնում մարդկանց գոյության վրա ու մարդկանց հույզերի վրա, որևէ ձևով։ Իրենք իրավունք ունեն դա անելու, իրենք իրավունք ունեն իրար հետ լինելու։ Գիտես, երբ աղջիկս հարցը տվեց, որ կարող է ես ինչ որ սխալ ուղղությամբ եմ գնում ու շատ վախեցած էր, երբ այդ հարցը տվեց, նախ չեմ թաքցնի, որ ես որպես ծնող փոթորկվեցի։ Այո, ես վախեցա, որովհետև անսպասելի էր։ Սենց առնվազն անսպասելի էր։ Այնպես որ չգիտեի։ Իրանք երբեք սպասված հարցեր չեն տալիս։ Հետո շատ ապրես, հետո շատ այսպես կտրուկ ոնց որ ուղեղում դասավորեցի ինչ մի քանի կարևոր բան եմ ասելու, բայց անկախ նրանից ինչ ես ասեցի, ուր խորացա, ուր տարազրույցը ոնց ամփոփեցի, եղավ ընդամենը մի կարևորագույն բան, որը թեման մեկ ընդմիշտ փակեց, այդ թեման անցավ եւ նա ամեն 6 ամիսը մեկ սիրահարվում էր մի ուրիշ տղայի, ինքը աղջիկ է, եւ թեման ընդմիշտ փակվեց։ Ու տարիներ անցան եւ այլն դրան հետ չենք եկել։ Դա իմ հանգստությունն էր, տաթե։ Ներսս փոթորիկ էր, դրսից ես խաղաղ, հանգիստ, առողջ, այն գիտես, ակտիվ լսողության հմտությունները։ Այո, ես հիմա հանգիստ կլսեմ, դու ուզում ես ասել, որ տտտտ, հա, այսինքն զգացել ես, որ տտտտ, իսկ ինչ վախեր ունես, ինչ կասկածել ես, եւ իմ խաղաղություններ ու վերջում մի քանի, այսինքն տրիվիալ ինֆորմացիա պլյուս անձնական իմ անկեղծ ասած հորինած, դե երբեմն մենք էլ ենք ստում երեխաներին դեպք, որ հա իմ հետ գիտես երիտասարդ տարիքում տես մի բան եղավ, աշխատանքից տեղ այնքան մտերիմ էինք այդ աղջկա հետ եւ այլն, հետո ինձ անգամ այն ժամանակվա, բայց ինչ լավ է որ այդ փուլում հայրդ էլ կար, մենք արդեն հանդիպում էինք տտտտ հարցանց, ինքը հասկացավ մի քանի բան։ Վայ, ես միակը չեմ։ Վայ, մաման չբարկացավ, ռեակցիան սխալ չտվեց, ինձ չարգելեցին, մեկ էլ դե լավ, գնամ ընկերներիս հետ բակում խաղամ։ Թեման մի տեսակ ոնց որ իր մոտ այդ վախերը, տագնապները, այդ ահը թուլացավ ընդամենը իմ հանգիստ ռեակցիայից։ Արդյոք առաջին ու ամենակարևոր բանը մեծի դեպքում ուսուցիչ լինի, ծնող լինի, մեծ ընկեր լինի, հա, այդ հանգստությունն է այդ հարցերին։ Ոչ թե այդ քո ասած այդ հիստերիկ, այդ վախեցած, այդ ես մեկ որ տեսնում եմ նույնասեռական բառին արձագանքը, տեսնում եմ Դեռ չեմ լսում, տեսնում եմ վիզուալ, երբ որ նկատելի է դա լինում, այնքան սարսափ կա դրա մեջ, այնքան լարվածություն կա այդ ամեն ինչի մեջ։ Նույնիսկ երբեմն չեն ասում բառը, տենցը չի, չէ՞ մեր երեխեն։ Դա թեև շատ են գալիս կոմոդ այդ հարցը։ Հա, շատ է լինում այդ հարցով, որ գալիս են։ Երբեմն իրմա այլ հարցերով գալիս են, կեսից տեղափոխվում ենք։ Իսկ լինում է որ զանգեն ու այդպես էլ չգան։ Ասեն որ այս խնդիրը ունենք, բայց Այո, որովհետև փողական էլի։ Երբեմն լինում է բախում նրան, որ հոգեթերապիան նրա համար չի, որ մենք փոխենք ձեր երեխային։ Հա, որովհետև հայցն է այդպեսին, ասում են փոխեք, մի բան արեք, փոխեք հետ։ Կարաք նենց անեք ինքը սենսը չլինի։ Սենս արձագանքը։ Իսկ սա առաջին չընդունման լուրջ ահազանգն է։ Ինձ չեք ընդունում։ Այսպես հարցը տամ, եթե մենք ընդունեցինք, հանգիստ ռեակցիա տվեցինք, հանգիստ վերաբերվեցինք, անցան ամիսներ, ու երեխանիկն էլ հասկացավ որ չէ, ընդամենը հետաքրքրված են երկու սեռի ընկերներով էլ եւ այլն, նա չի դառնա նույնասեռական։ Չգիտեմ։ Անկեղծ չեմ կարող պատասխանել։ Կա ստատիստիկա աշխարհում քո փորձից ելնելով, լավ, եթե մենք որտեվ դեպքերը շատ են որ ծեծում են երեխաներին, պատժում են, տանը բարի բուն իմաստով չքիչամ ոդկը թելով կապում են սեղանից, արգելում են, ճնշում են եւ դա ամիսներ է տևում, տալիս է ճիշտ հակառակ ռեակցիան։ Իսկ եթե մենք չարգելենք, չճնշենք, ոչ մի բան հանգիստ վերաբերենք, առնվազն ձև անենք, որ շատ հանգիստ ենք այդ թեմայով խոսելու եւ այլն, անցնում է դա սովորաբար։ Ձև անելու մասին չի խոսքը։ Եթե ես
ներքուստ եւ իմ մտածելակերպով չեմ ընդունում նույն հասարակության երևույթը, իսկ մասին ասում եմ, որ ինձ համար դա անընդունելի է։ Ես չեմ խափում, ես չեմ ձևացնում, ինչ որ հատուկ բաներ չեմ անում։ Բայց ինչ ասեմ, որ բալես կներես, բայց դա թեմա չի է ստանը, ես առողջ չեմ վերավ, ես ճիշտ չեմ համարում դա։ Չէ, իմացի, որ ինձ համար ցավոտ է լինելու։ Ես գիտեմ, ինձ համար դժվար է լինելու։ Եթե դու գաս այդ բարձրաձայնմամբ, ես դժվարությամբ դա կընդունեմ, բայց կընդունեմ, որովհետև դու ես, իմն ես։ Բայց չեն ընդունում դա թե։ Այստեղ է խնդիրը գալիս։ Ռեալ մերժում սեփական երեխա է։ Դուք պատկերացնում եք, կարող է ընդամենը դա մի անմեղ հարց է ու մի ամիս տևի ու անցնի գնա Փոշյանա թեմանիկ ու ասեմ ես երկու օրինակ ունեմ ոնց կարողացա իմ ճիշտ հանգիստ պատասխաններով թեմաները փակել ասում փարկել հետ չեկանք դրան ասում փարկեն առումով որ չտվայտվեց չտանջվեց ինքն իրեն չտանջեց երեխան ու նաև գուցե մեզ բայց արդյոք երբ ես այդ բացասական ռեակցիաների կույտը տալուց բացի ուղղակի հանգիստ ասեմ դու իմացիր որ ես դա չեմ ընդունում դա չի նշանակում որ ես քեզ էլ չեմ ընդունում հա երևույթը չեմ ընդունում իմ համար դժվար է դրա հետ գործ ունենալը այսինքն ես երևույթը չեմ ընդունում բայց քեզ միևնույն է եթե դու այդպես որոշես կընդունեմ մենք չենք ընդունում չէ՞ որ մեր երեխեքը թափում են դարակները մենք չենք ընդունում այն միտքը որ իրենք ընկերություն են անում ինչ որ մեկի հետ որ մեր դուրը չի գալիս մենք չենք ընդունում եթե իրանք չեն ընդունվում այն համասարան որը մենք էինք իրենց համար նախատեսել բայց մենք չենք հրաժարվում մեր երեխայից Մենք չենք ասում ուրիշ թեմա վերկաց գնա իրենք ռեալ ու ինձ այդ հարցը տվել որովհետև ինձ որպես ծնող ամոթ է ես եմ ամաչում ոչ թե որովհետև երեխայի հետ կապված խնդիր կա ես եմ ամաչում իմ պատկերացմամբ դա շատ ամոթալի տաբու վատ թեմա ես եմ ինձ ված զգում այդ թեմայի մեջ իմ ծնողական էգոն է այդտեղ կպտնում ինչ որ ցավալի կետերի ու ես եմ համարում ինձ ձախողած ծնող որ իմ երեխան ունի նմանատիպ ցանկություններ ու ամեն ինչ բայց հասկանում ենք որ խնդիրը երեխայի մեջ չի այդտեղ իմ պատկերացումներն են ես եմ որպես ծնող այդ գալիքների բախումն է իրականության խնդիր հա ըստ որում այդ իրականության դա դրան եմ տամախել այդ իրականությունը կարող вообще իրականություն չի դա կարող ընդհանրապես այդ երեխա իրականություն չի ընդհանրապես մի հատ ինքը չխորացել է այդ փուրում իրան հետաքրքիր է եկել է մի բան հարցրել է ու ես վախենում եմ որ մեր սխալ ռեակցիաներից մենք ռեալ այդ բացարձակ ոչ մի տեղից կսարքենք խնդիր ու կուղորթենք այդ երեխային շատ հավանական ելք է իրականում շատ հավանական կա նաև այդպիսի վիճակ որ երեխաները սկսում են ունենալ նույն հասարակական հարաբերություններ ծնողին ինադու որովհետև որովհետև դու ինձ չես ընդունում որովհետև սա մի բան է որ քեզ դուր չի գալիս ես էլ այդպես եմ անելու Ուրեմն ինչին հանգենք մանկավարժների ու ծնողների դեպքում ինչ անենք որ չեղած տեղից խնդիր չսարքենք այս սա է ինձ համար երևի ամենակարևոր սկսենք նայած որ ցանկացած երևույթի մասին բոլոր դեռահասները կարող են հարց տալ ամեն ինչի մասին մենք պիտի պատրաստ լինենք այդ հարցին պատասխանել մենք պիտի գրագետ լինենք այդ հարցին պատասխանելու կամ եթե չգիտենք պատասխանը պարզ ասենք որ ես չգիտեմ քո հարցի պատասխանը ինչ հարցեր որ լինի երեխան որտեղից է ծնվում ես ոնց եմ ծնվել ես արդյոք սիրում եմ իմ նույն սեռի մարդուն թե չեմ սիրում չգիտեմ մի քիչ ինձ պատմի ամուսնության մասին եւ այլ ինձ դժվար է հարցին պատասխանել բայց կուսումնասիրեմ քեզ հետ կգամ հետ ինձ դժվար է ես բարդություն ունեմ գնամ կարդամ եմ չեմ հասկանում զանգում եմ լիբր ասում եմ չեմ հասկանում մի բան ասեք տեղից ինչ որ բան ասում են ուղղորդում են նայում եմ ինչ որ հաղորդաշարեր փորձում եմ մեծացնել իմ գիտելիքները ու հետ գալ որ դու ասել եմ գնում եմ կարդամ չեմ գնում կորում 2 ամիս կորում գնում եմ մի շաբաթ հետո մեկը հասկացանք որ նորմալ է դեռասյան տարիքում տարբեր հարցեր տալ տարբեր թեմաներով անգամ եթե դրանք արգելված են կամ մեզ դիսկոմֆորտ է այդ թեմաներից խոսել ուրիշ ինչ կարևոր բան մյուսը որ իմանան ծնողները մանկավարժները ինչ են խոսելու եւ ինչի մասին են խոսելու Երրորդ երևի կարևոր բանը այդ ընդունմանը մեր հետ պետք է գնանք, որ անկախ ձեր գիտակցումից, հասկացումից, ինքը նույն երեխան է, որ մոտավորապես 30 վայրկյան առաջ ձեր համար աշխարհում ամենասիրելի հակներ, ամենասիրելի աշակերտներից էր, հա մարդ, ում որ դուք ընկալում եք ու չգնալ այդ պիտակների հետևից, վայ, ես ինչ եղավ էս երեխուն, այս ոնց ինքը փոխվեց։ Նույն երեխան է, որ հետաքրքրվել է, եկել է ձեզ հարց տվել ու ձեզնից ակնկալում է պատասխան։ Լինել երեխայի հարցի պատասխանի տեղը որտեղ մեկ որ ինձ ասում են վայ չգիտեմ TikTok-ը սենց է, Google-ը նենց է, Facebook-ը էս մի ձևն է,
Բա եթե չունի ձեզնից պատասխան, որտեղ ման գա, իր իմացած տեղերն է, այդտեղ են։ ChatGPT-ն է իր հարցի պատասխանի տեղը, որ շատ լոյալ կպատասխանի իր բոլոր հարցադրումներին, հոգեբանական վերլուծություն կան։ Ու մենք չենք լինի այնտեղը, որտեղ ինքը գալու է հարց տալու։ Իսկ եթե մենք այդ հարցի տեղը չենք, ուրեմն պատասխանները, որոնք ինքը ստանում է եւ իր գործումը, արդեն իրենն է, իր դաշտինն է։ Ինքն է որոշելու ինքը ինչ անի այդ դեպքում։ Նույնասեռական կլինի, բիսեքսուալ կլինի, հետերոսեքսուալ կլինի, ինչ կուզենա իր կյանքի հետ կանի, իր մարմինն է, իր կյանքն է, ոնց որ դեռահասները հաճախ ասում են, իմ մարմինն է, իմ կյանքն է, ես ինչ ուզում եմ դրա հետ կանեմ։ Դե արի ու ասա չէ։ Դե արի ու ասա դու սխալ ես։ Չես ասում, ինքը սխալ չի, ինքը ճիշտ է ասում, բայց մենք իրան նաև սովորեցնենք, որ այդ մարմինը այո քոնն է, բայց կլինի խնամքով վերաբերվես այդ մարմնին։ Կլինի հոգ տանես, բայց կլինի հոգ տանես այդ մարմնի մասին, կլինի ուշադիր լինես, հա, էլի սխալներ չանես։ Փորձարկումներ չանես։ Էլի կարող ես անել, բայց նենց ես անում, որ դրանք խնդիր չլինեն քեզ համար։ Հա, ինքը նույն ընկերուհու հետ կարող է շատ երկար ժամանակ ինքը միայն այդ ընկերուհու հետ լինի ու գային գիտակցման, որ գիտեք մի ընկերուհի ունենալու ոնց որ հարմարավետ չի, կարող է մի երկու հոգու հետ էլ սկսեմ շփվել ու տեսնեմ այնտեղ ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում։ Մի բան, որ ես շատ սիրում եմ դեռահասների ծնողներին ասել, այդ պետք է դեռահասների կյանքում լինել։ Երբ որ դու չկաս իր կյանքում, եթե կապը միջև այդ չկար, ինչի պիտի հանկարծակի այդ բարթագույն փուլում իր կյանքի ինչ որ մի հրաշք տեղի ունենա։ Նույն քո աղջկա օրինակը, որ բերեցիր, եթե ես մամա եմ, ով որ ուղղակի ինչ որ մի պահ մտնում է այդ քննարկման մեջ, ոնց դիրեկտիվ լուրջ տոնով ինչ որ արձագանք է տալիս, եւ դուրս է գալիս այդ տեղից, կարող է ոչ էլ մտնել ու դուրս գալ։ Իսկ եթե ես մամա եմ, ով որ քննարկում է, խոսում է այդ մասին, դեռ մի բան էլ կարող ասի կանչի մեր տուն այդ ընկերուհու մասին։ Շատ թեմաներով, այսինքն եթե ես ու երեխաս միջև այդ խնդիր չենք ունեցել, անընդհատ խոսել ինչ որ թեմաներից, քննարկել թե ինքը բաց է եղել, ես այդ աղբյուրն եմ եղել կամ այդ վստահելի կետը կամ գոնե ոչ այն բոբոծոցյանում չարժի ես մի բան ասել, սա էլ թաքցնեմ, նա էլ կոծկեմ, սա էլ պահեմ, որովհետև գիտեմ ռեակցիաները, ապա այդ թեման եւս կգա ու մեր խոսակցությունների դաշտ կմտնի։ Ինչի պետք է ինքը գա ասի, որ ես մեր դասարանի աղջիկա ենթադրեն Գագիկին շատ եմ հավանում, վայ ինձ լավ է պատմի մի քիչ դրա մասին։ Ու չենք էլ քննարկում էլի հարաբերության Գագիկը։ Մենք չենք ասում դու ինչ ես զգում, այդ ինչ է, այդ ոնց հասկացար որ Գագիկը դուրդ գալիս է, ոչ մի չենք հարցնում, ներքին ուրախության զգացումով ուրախանում ենք կամ մեկ էլ արկելում ենք, ասում ենք դա քո տարիքը չի, ինչ թեմաների մեջ ես, բայց երբ որ այս մյուս թեման է գալիս, մի տեսակ sense ինչ խառնվել, տագնապներ, նույն բնույթի հարց է տալիս։ Բախը շատ բարձր է տաթև ծնողների։ Համաձայն եմ ասում այդ բանը պրոպագանդան, որ շատ է, թեման էլ շատ տենց ոնց որ սիրած է, ցանկացած դասան մտնես, այսօր 30 աշակերտ է, 15-ին որ ասես ինչ թեմայից, բալիկ երեխաներ, ես հոգեբան եմ, ինչ թեմայից կուզեք խոսեմ, 15-ը ասելու է այդ սեռականության թեմա։ Այո, որտեվ կարելի է խոսել թեմայով։ Եթե երբ որ ես էի դեռահաս, չէր կարելի այդ թեմայով խոսել, որտեվ զուտ արտահայտվել է արդեն ամոթ էր, գաղափարներ ամոթ ու չէր կարելի դրա հետ կապված որևէ միջամտություն անել։ Հիմա կարելի է այդ մասին խոսել։ Կարելի է խոսել նույնասեռականության մասին, կարելի է խոսել սեռական հարաբերությունների մասին, սեռավարակների մասին, այն չափով ու ձևով, ուզում եմ ստեղ շատ կարևոր շեշտեմ, որ չափով ու ձևով այդ տարիքի երեխան ու իր, չգիտեմ, զգայական, ասենք աշխարհը հաշվի առնելով ինչքան զգայուն երեխա է, իրեն հասկանալի ձևով խոսել։ Հա, ինքը իրավունք ունի շատ խոսելու։ Մենք իրավունք չունենք անելու մի բան, որը կվնասի երեխային։ Այսինքն խոսքս այն մասին էլ չի, որ մենք նստենք ասենք, վայ գիտես ինչքան լավ բան է նույնասեռականությունը, արի հիմա մի հատ դու էլ փորձի, տես ինչ է դա։ Չէ, շատ բարձ ասեցիր, որ կարևորը դու ասես, որ ես որպես ծնող դրա հանդեպ չունեմ միանշանակ զգացողություններ կամ ոնց որ վերաբերմունք, ինձ համար դա բարդ թեմա է ու ես հաստատ չեմ ուզի, որ դու այդ նույնասեռականության մեջ առանձնապես այս տարիքում հատկապես խորանաս ու լինես նույնասեռական, ինձ համար դա կլինի դժվար, բայց ես քեզ սիրում եմ միևնույնը։ Ես տեղ եմ քո ցանկացած հարցին պատասխանելու համար։ Ես տեղ եմ, ես տարածքում եմ։ Ես ով եմ, ես քո ծնողն եմ կամ մանկավարժան, քեզ համար կարևոր ուսուցիչ եմ, որը ինձ համար հեղինակություն է, այ քո հեղինակությունը, քո հիմքը, քո պաշտպանը այս աշխարհում պատրաստ է քեզ այդ թեմայով եւս Ես այստեղ եմ, արի, խոսենք, ինչքան դրա կարիք կունես, այնքան մինչև կբավարարվես պատասխանով, լավ կզգաս քեզ այդ պատասխանով եւ վերջ։ Ինչով ես դու օգնում երեխաներին, ովքեր գալիս են քո սենյակ եւ ասում են, այո, ես գտնում եմ, որ ես բիսեքսուալ եմ կամ նույնասեռական։
Ավելի շատ աշխատանք այդ դեպքում գնում են ուղղությամբ հասկանալ նախ իրենք ինչ են զգում հանդեպ եւ ես չեմ սիրում պիտակները։ Հիմա երևի բոլոր են դեռահասները, ովքեր ինձ մոտ գալիս են նայեն, իրենք դա կփաստեն, ես չեմ սիրում որևէ պիտակ տալ, նույնասեռական եմ կամ ինչ որ մի ուրիշ բան է։ Սկսենք նայած, որ մենք մարդ ենք, ով որ ունի հույզեր։ Այդ հույզերի հետ պետք է գործ ունենալ, հասկանալ ինչի մասին են դրանք, ուր են մեզ տանում, ինչքանով ենք մենք դրա հետ հաշտ, ինչ ենք ուզում, որ ստացվի արդյունքում։ Այսինքն ամբողջ հոգեբանի աշխատանքը նրա մասին չի, որ մենք արի քեզ փոխենք ու քո էմոցիաները փոխենք, այդ նրա մասին է, որ դու պատկերացնես, դա ինչա առհասարակ իրենից ենթադրում ու ոնց ես դու այդ հորձանուտի մեջ մտնելու։ Օրինակ դու պատրաստ ես գրել դրա հետևանքները։ Հա, նաև այդ պատկերացումը այդքան բան չի, մեղմ եւ ընդունող չի այս հարցի շուրջ, հա, դա այդ տեսակ խնդիր է լինելու։ Ու հանգիստ են ընդունում նման քննարկումներ երեխաները։ Նայած շատ տարբեր կան, որ չէ, այդքան էլ իրենք ընդվզում են ու ասում են ինչի պետք է այդպես լինի, ինչու է հասարակությունը այդպեսին է հիմա դրա արմատների մեջ խորանալը շատ հեռու տեղեր է տանելու, այդպեսին է մենք ունենք այն ինչ որ ունենք։ Պատրաստ ենք դրա հետ, թե չէ, ինչ ենք ուզում այդտեղ անել։ Երբեմն ընդունող են լինում, երբեմն կարող է շատ հուզական արձագանք տան, որ լավ հարցը ուղիղ տամ, տաթև։ Երբ գալիս է երեխան իր մտորումներով այդ թեմայի շուրջ, լինում է, որ ամիսներ անց, չգիտեմ, կամ հանդիպումներ անց, իրենք լրիվ այլ պատկերացումով իրենց սեռական իդենտիֆիկացիայի մասին դուրս են գալիս այդ։ Այո, լինում է։ Ու երկու կողմն է լինում է։ Այո, եւ Այսինքն ես չեմ կարող հիմա ասել, որ գիտեք, հոգեթերապիայի արդյունքում մենք գալիս ենք նրան, որ երեխաները հասկանում են, որ իրենք նույնասեռական չեն, չէ։ Դա չի լինում։ Իրենք հասկանում են իրենց էմոցիոնալ դաշտը։ Լինում է դեպքեր, երբ որ իրենք գնում են այն մտքով, որ չէ, ամեն դեպքում դա այդ փուլի հարցներ առաջացան, լինում է, որ գալիս են հաստատակամությունը, որ այո, այդպես է, ու ես էլ ինձ ընդունում եմ այդ ամեն ինչի մեջ։ Իսկ ծնողներին ինչով է օգնում այդ դեպքում։ Ծնողների հետ ավելի բարդ է։ Քան դեռահասների հետ է լինում, ծնողների հետ պետք է ասեմ, որ շատ գիտակից ծնողներ ունեմ, ովքեր որ ուղղակի ասում են լավ, ինչ անեմ։ Ինչ անեմ, այսինքն ոնց աջակցեմ, կա ինչ որ մի խնդիր դրա հետ կապած, որ ես կարող եմ լուծել, կարգավորել։ Եվ կան ծնողներ, որոնց հետ շատ երկար գալիս ենք նրան, որ ինքը ձեր երեխան է եւ դուք իրեն սիրում եք անկախ ամեն ինչից։ Ու եթե հիմա այս փուլում դուք իրեն թողնեք, հաշվեք, որ նո վերջ կորցրեցիք։ Եթե անգամ հույս էլ կար, որ ձեր ցանկությամբ դա կգնա, կջրվի, կմաքրվի, կանցնի, հիմա ոչ միայն դա չի անցնել, դուք ուղղակի կկորցնեք ձեր երեխային, ձեր կյանքից ունենա իր հետ։ Ապրես, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, Աննա ջան։